Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 13։ Ողորմությունը և ճշմարտությունը իրար կհանդիպեն, արդարությունը և խաղաղությունը իրար կհամբուրեն։ Սաղմոս 85-րդ գլուխ 10-րդ խոսք։ Որդու գործը մեզ համար սա էր. փրկագնել և փրկել մեզ իր չարչարանքներով ու արդարությամբ, տալ մեզ խոստումը, որն է շնորհի օրենքը, առաջնորդել և դատել աշխարհը որպես նրա փրկիչ շնորհի ուխտի հիման վրա և բարեխոսել մեզ համար, որպեսզի նրա խաչի հաղթանակը մեզ հաղորդվի և պարգևի մեզ Սուրբ Հոգուն, ինչպես որ Հայրը նույնպես շնորհում է Որդու միջոցով։ Սուրբ Հոգու գործը մեզ համար այն է, որ նա ոգեշնչեց և առաջնորդեց մարգարեներին ու առաքյալներին գրելու Սուրբ Գիրքը և հաստատեց խոսքը իր հրաշագործ պարգևներով ու գործերով։ Նա լուսավորում և խրախուսում է ավետարանի ծառաներին, այդպիսով հնարավորություն տալով և օգնելով նրանց տարածել այդ խոսքը, որով էլ հանդիմանում, լուսավորում, բացատրում և դարձի է բերում մարդկանց հոգիները։ Ճիշտ այնպես, ինչպես դուք չէիք կարող լինել բանական էակներ, եթե Հայրը չստեղծեր ձեզ, և ոչ էլ ունենալ Աստծո մոտ գնալու հնարավորություն, եթե Որդին չփրկագներ ձեզ, այնպես էլ դուք չեք կարող բաժին ունենալ Քրիստոսի մեջ կամ փրկվել, եթե Սուրբ Հոգին չսրբագործի ձեզ։ Այսպիսով այժմ կարող ենք տեսնել այս փառահեղ գործի հիասքանչ պատկերը ու դերակատարները։ Հայրը ուղարկում է իր Որդուն, Որդին փրկագնում է մեզ և տալիս է շնորհի խոստումը։ Սուրբ Հոգին ներշնչում և հաստատում է այս ավետարանը։ Առաքյալները դառնում են հոգու գրիչները այն գրի առնելու համար, իսկ ավետարանի քարոզիչները այն հռչակում են և մարդկանց հորդորում հնազանդվել դրան, և Սուրբ Հոգին նրանց քարոզը դարձնում է ազդեցիկ, բացելով մարդկանց սրտերը, որպեսզի ընդունեն այն, և այս ամենը միայն մեկ նպատակի համար՝ վերականգնել Աստծո պատկերը մարդու հոգում և սիրտը կրկին դեպի Աստված դարձնել։